Վերադարձանք գովազդից եւ շարունակում ենք խոսել Got Talent Հայաստանի մասին, որի գալա համերգը երեք տեսանք եւ իմացանք հաղթող մասնակցի անունը։ Մեր տաղավարում այս պահին պրոդյուսեր Հրաչ Ղուկասյանը եւ Ժաննա Վելիցյանը։ Ժաննան այն մարդն էր, ով գրեթե ուղիղ ռեժիմով հեռուստադիտողին ցույց էր տալիս հետնաբեմը, տեսնենք նրա տպավորություններն ինչպիսին էր այս պրոյեկտից։ Բարի լույս Ժաննա։ Բարի լույս Ժան, մի քիչ սոցցանցերի հետ աշխատել են առումով աբարտ, որ չգիտենք որտեղ կընկնի ռեկ, ով կտեսնի եւ գուցե այդ անեծքի եւ հեյթի բաժինը նաեւ մի քիչ էլ մենք դառնանք։ Այ ոնց եղավ համագործակցությունը, ոնց իրագործվեց այս ամեն ինչը։ Բարի լույս։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ասեմ, որ մինչ Got Talent-ին անդրադառնալը արդեն կար այն փաստը, որ ես պետք է անեմ Շանթ հեռուստաընկերության բոլոր հաղորդումների backstage հատվածը, այդ թվում նաև բնականաբար Got Talent-ը, որովհետև մեկնարկում էր արդեն, եւ ասել թե ինչ էնտուզիազմով ես միանգամից միացա թիմին, ինչ էնտուզիազմով ես սկսեցի աշխատել, երևի կարող եմ փաստել ուղղակի այնտեղ եղած մարդիկ, աշխատակիցները, իմ ընկերները, գոլեգաները, այո, ինչ վերաբերում է սոցցանցերին, հա, վիդեոներից երևում է, շատ ուրախ եմ դրա համար։ Ինչ վերաբերում է սոցցանցերի հետ աշխատանքին, քանի որ ես ինքս աշխատում եմ սոցցանցերի հետ եւ քիչ թե շատ, հա, գիտեմ ինչ պետք է անել ու հատկապես backstage հատվածում, որ ինքը համով լինի, նայվող լինի, հետաքրքիր լինի, հումորային լինի, ես ինձնից հասանելի ամեն ինչ փորձել եմ անել, թե ոնց է ստացվել, դա չգիտեմ կամ ոնց է ստացվում։ Դա երևի այլ մարդիկ կփաստեն, բայց այն, որ ես ամբողջ սրտով փորձում եմ լավ բան ստեղծել, դա հաստատ փաստ է։ Հետաքրքիր է, կներես հասը, հետաքրքիր է ոնց եղավ ընտրությունը, Ժաննայի հետ համագործակցության փորձ եղել է նախկինում, չի եղել, ոնց եղավ այս համագործակցությունը։ Տեսեք, նախ Ժաննան Շանթի պրոյեկտներում փորձառություն ունեցել է, Էլենի օրագրում փորձառությունը կար, բայց մենք փնտրում էինք մարդու, առաջին իսկ հայացքից հենց հանդիպեցինք Ժաննայի վարած բլոգին, տրամադրություն ստեղծվում էր ամենայն դեպս հասկանալու համար, որ այս մարդու մոտ կլինի այն ինչ-որ պատկերացնենք, բայց չէ որ երբեմն խաբուսիկ կարող է լինել այն գործոնը, որ վիդեոյով ստացված նյութը դա մարդու էության հետ հիմնականում կարող է կապ չունենալ, չէ, բոլորս գիտենք դա, բայց երբ անձնական շփումը սկսվեց, դու հասկանում ես, որ մարդու մեջ եղած որոշակի այդ էքսցենտրիկություն, հարցին պատասխանելու արագությունը եւ դրա հետ մեկտեղ հումորի զգացողությունը, որը որ փորձում ես ինչ-որ բան ասել, արագ վերցնում ինքն էլ հակառակն է պատասխանում, դու զգում ես, որ չէ, կյանքում էլ կան բաներ, որոնք այդ կայծերը ապահովում են։ Դե առաջի փորձը եղավ, ինչքան մի շաբաթ, ինչքան էր տևեց, զգացողությունը, որ ճիշտ մարդու հետ ենք աշխատում, հավատացեք, նույնիսկ կաստինգի չենք գնացել ուրիշ մարդկանց հետ նայելու, հասկացանք, որ ինտուզիազմը մաքսիմալ կարմիր կետի վրա է, էլի բան մտածելու բանը չունեինք հաստատ, ու ինքնըստինքյան գնաց պրոցեսը, պայմանավորվածություններ, ժամանակագրությունը արդեն սկսվեց աշխատել մեր համատեղ աշխատանքի եւ համոզված եմ այն քայլին, որ գնաց հեռուստաընկերությունը ունենալ բլոգի տարբերակ այսօրվա դարում, դա կարևոր բան էր եւ Ժաննայի կատարմամբ այս պահին ամենաիդեալական վիճակում, որովհետեւ այդ ռեքեր ընկած վիդեոներ, տրամադրություն, ճանաչելիություն, պրոյեկտի backstage-երի հետ աստիճան բաց լինել եւ դրա հետ մեկտեղ համոհոտ ունենալ, հավատացեք, նենց չի, որ շատ հեշտ է իր հետ աշխատելը, հետո ժամանակը ցույց տվեց էլի, որովհետեւ ինքը շատ սպոնտան կարող է հայտնվել այնպիսի տեղերում, որ խանգարի ուղակի գործին, հատկապես իմ գործին, մենք ունենք կտորներ, դուք դա դեռ կհասցնեք տեսնել, այն ամենաթեժ պահին, երբ որ դու ամեն ինչով պատրաստ ես, հոպ, Ժաննան հայտնվեց։ Եվ սկսում է խոսացնել ժյուրիին, հաղորդավարներին։ Ժաննա, մենք 300 հոգի հանդիսատեսով սպասում ենք քեզ, որ դու քո վերջի հետաքրքրող խուճուճ հարցերը տաս եւ նյութ ստանաս։ Այսպիսի վիճակներ ունենք, էլի։
Ժան, թվում է թե ամեն ինչ ցուցադրված է եւ backstage կադրերը այն ամենն են, ինչ իրականում տեղի ունեցել Ետնաբեմում, բայց պատմիր իրականությունը, խնդրում եմ, ինչ եք թաքցրել։ Հա, իրականում պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ այն Ետնաբեմը, որը ես եմ ցույց տալիս կադրերում, որովհետև մոնտաժն եմ ես անում, այսինքն մոնտաժի process-ին ես բնականաբար ներկա եմ գտնվում եւ բոլոր ռիլերը հատիկ անցնում են իմ ձեռքի եւ աչքի տակով եւ ոչինչ չի վրիպում իմ աչքից, բայց ի վերջո, քանի որ մենք դա ներկայացնում ենք սոցհարթակների համար, միևնույն է, ես դա մաքսիմալ հարմարացնում եմ սոցհարթակներին, բայց դրանից դուրս էլ մի հատ էլ backstage կա, որը եթե լինեին հավելյալ տեսախցիկներ ու մի հատ էլ այդ հատվածը նկարեին, դա երևի կլիներ իրոք ֆանտաստիկայի ժանրից, որովհետև ես իմ ռիլում էլ, եթե չեմ սխալվում, 3 տեղադրել էի, խոսում էի այն մասին, որ կան բաներ, որոնք միևնույն է Ետնաբեմից դուրս են մնում ու այդ այն սերն է, այն ջերմությունն է, որ ես ստանում եմ մասնակիցներից, չգիտեմ, մենակ այն, որ ես մտնում եմ TV, մեկ էլ սենց երեխեքա, ոնց որ իմ երեխեքը լինեն, էլի, նենց են վազում ինձ ընդառաջ, նենց են գրկում, Ժաննա, ոնց եք, այն որ սենց մեկ-մեկ զարմանում եմ, էլի, ասում եմ, լավ, ես, բայց ինչ եմ անում, էլի, ընդամենը ոնց որ իմ աշխատանքն եմ անում, բայց ես այնքան ինձ սիրված ու գնահատված եմ զգում, որ չգիտեմ, այդ իրոք շատ մեծ էներգիա է ինձ տալիս, մեծերի մասին իհարկե չեմ կարող չնշել, բայց այն էներգիան, ինչը ես ստանում եմ փոքրերից, դա անգնահատելի է, ես չգիտեմ, իրոք սենց վատ տրամադրությամբ լինեմ, տխուր լինեմ, ջղայնացած լինեմ, չստացված օր ունենամ, ես գնում եմ TV, այդ երեխեքին տեսնում եմ, ինձ նենց են դիմավորում, ոնց որ, չգիտեմ, ես իրանց մաման լինեմ։ Չէ, տենց չէ, շատ ավելի ընկերական, շատ ավելի բաց։ Մեկ էլ կգան ինչ-որ բանից կխո, գիտես, սենց բան ա եղել։ Ու ես ասում եմ, լավ, արդյոք ես դրան արժանացել եմ, էլի։ Սենց մեկ-մեկ իրոք զարմանում եմ իմ ներսում, որովհետև ես մեծ հաշվով իմ աշխատանքն եմ էլի անում, բայց ուղղակի դու անում ես քո աշխատանքը ու այդքան սիրվում ես, չգիտեմ, այդ կարծում եմ մեծ հաջողություն է ինձ համար։ Երեխաների սերը ամենաանկեղծն է եւ իրապես երեխաների սիրով կարելի է չափել մարդու դրական հատկանիշները։ Հիմա առաջարկում նայել այն ռիլը, որին ես եթերի սկզբից անհամբեր սպասում եմ, որտեղ եթերում դեռ սկզբում անոնսը արել ենք։ Հիմա նայում ենք այն ռիլը, որը Ժաննան հատուկ պատրաստել է առավոտյան ծրագրի համար։ Գնացինք։ Ասա Ժան։ Հրաշալի։ Ինչ այդպես ստացվեց։ Ինչ խնդիր կա հրաճը։ Մերժում եք ինչ եմ հասկանում։ Տեղերում ժողովուրդ։ Հարգելի ժյուրի, մինչև տեղերում լինելը ձեզ արագ հարց ունեմ։ Բարբարեք Ժաննային։ Մի րոպե։ Զարձնգը Թվում է Ձեզ կզանգեք պիտի մաղման փուլ։ Էլի որտեղ հեսա արդեն հրաչը մեզ։ Աջան ինչպես եք Ժաննա ջան։ Հրաշալի։ Գնում ենք արդեն հրաչ։ Լավ, դուք դատեք, մենք գնանք, քանի հրաչի աստվածային ձայնը չի հնչել։ Նավաստակներ ես բռնել էլի Ժաննա։ Չէ, հրաչ ջան, նավաստակները դու ես բռնում։ Բարբարեք Ով է հաղթել Ժաննա։ Իսկ ով է հաղթել։ Ես սրտատրոպ սպասում եմ։ Ուղղակի ես որ բոլորի հետ շփվում եմ։ Ոչինչ, հրաչ ջան, մի ձև կհանդուրժեմ։ Շնորհակալություն ռիլի համար։ Մի քիչ Բավականին ամաչում եմ։ էմոցիոնալ էր։ Այն ինչը որ հրաչը պատմել էր, դա Բնական տեսանք։ ու իսկական, շատ լավ այդ ամեն ինչը, իհարկե, որովհետև տեսեք աշխատանքային process-ում այս տրամադրությունը նույնիսկ տարածվում էր հանդիսատեսի վրա, սա կարևոր գործոն է։ Չգիտեմ, դուք պատկերացնում եք այն մասը, որ հանդիսատեսը մոտ մի 2 ժամ արդեն նստած է եւ հոգնածության որոշակի ռեժիմ պիտի գա եւ հայտնվում է Ժաննա, դե բնականաբար զրույցը հանդիսատեսը ոչ չի լսում, բայց մեր կոնտակտի շփման արդյունքում հասկանում են, որ նախ շատ կարևոր պերսոն է Ժաննան, որովհետեւ դա այն ինչ որ իրանք կփնտրեն, կգտնեն կամ հանդիպելուց հաստատ կմնան վիդեոյի վրա, ամեն ինչ արվում է այդ բոլոր նպատակները վեշտակետին հասցնելու համար։ Եվ այդ անմիջականությունն ու իսկական լինելու գործոնը հավատացեք այսօրվա ընդհանրապես մեդիա ոլորտի կարևորագույն կետն է։ Եթե իսկական չէ, եթե այնտեղ fake բան որևէ բան անես, բնականաբար հանդիսատեսը առաջին վարքյանից էլ չի ուզենա տեսնել։ Իսկ մենք փորձում ենք լինել մաքսիմալ իրական, որ ոչ մեկի չենք ուզում խաբենք, էլի։ Մենք այդպես ենք։ Հիմա դե ինչ արած։ Եթե պիտի Ժաննային ասեմ, խնդրեմ մարդ ուղարկեմ, որ իրան ասեմ, որ ինքը դուրս գա,
Արեստական, եթե ես դա բարձրախոսով ասում Ժաննա, բարև ձեզ, ծափահարենք Ժաննային, Ժաննան գիտի ինչի համար եմ դա ասում, բնականաբար արդեն դիալոգը ստացվում է ինքնին, Շատ լավ, հիմա շատ պատասխանատու բան կասեմ, բայց դա այնպեսի բան է, որ կարծում հնարավոր է ապացուցել եւ ազատի տակից դուրս գալ։ Հայկական հեռուստատեսությունում այսպիսի մասշտաբի նախագիծ երկար ժամանակ չկա։ Չի եղել, բայց համենայն դեպս վերջին շրջանում չկա։ Սա ռիսկային նախագիծ է գուցե, չգիտեմ, մի քիչ ռիսկային է սկսել եւ իրականություն դարձնելը։ Հետաքրքիր է ոնց իրականություն դարձավ, մի քիչ արդեն հովանավորների, մի քիչ արդեն օգնող կողմի գործընկերների մասին խոսենք։ Իհարկե խոսենք, որովհետեւ իրենց անմիջական ներկայությունն է, որ այս պրոյեկտների կյանք է տալիս, որտեղ գաղափարի կայացման համար բնականաբար այդ նյութական մասը պարտադիր է եւ իդեպ ասեմ, որ առաջին պրոյեկտն է, որտեղ հանդիպեցին արդեն գովազդատուներ, որոնց մտածելակերպի մեջ սկսվել է հայտնվել բաներ, որոնց մասին մենք երազում էինք ժամանակին։ Դուք բոլորդ համոզված եմ կիսում եք իմ բոլոր էմոցիաների ինչի մասին, որ ես հիմա կխոսեմ, այդ շատ աչք մտցնող գովազդային գործոնը աստիճանաբար կատարելագործվում է եւ կարծում եմ, որ գովազդատուների արդեն գոնե մի մասը գիտակցում է, որ դա տահաճ է, երբ որ մարդուն գրեթե զորով են մտցնում մարդու աչքը, որ սա լավ բան է, սա պետք է ուտել, սա պետք է օգտագործել, սա չգիտեմ ինչ որ ուտելու, խմելու process-ը, երբ որ դա ունի օրգանիկ լուծում, դա իրական ամենագեղեցիկ բանն է, բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ հովանավոր է, բոլորս էլ հասկանում ենք դա ապրանքանիշ է, դա որևէ ձև պիտի իր լուծումը ստանա, մեր համար էլ բավականին ջանք ու եռանդ ենք թափում հասկանալու համար, թե ինչպես անել, որ դա մաքսիմալ օրգանիկ ձև ունենա, օրինակ, տեսեք, Ադոնցը Փինքբերի սառնարանը գլխի վրա կախված պահեց։ Դա այդ սառնարան, չգիտեմ, պատկերացնում եք ինչ քաշի մասին է խոսքը, վրան գրված Փինքբերի։ Դա քաշի հետ կապված Ադոնցը համար ուներ անելու, բնականաբար արեցինք եւ դա ստացանք։ Սուրճի հետ կապված մի քանի տարբեր լուծումներ ենք ունեցել։ Աճպարարը իր կարտերի միջից սուրճի լոգոյով հանեց կարտը եւ ինչ որ բան ֆոկուս արեց, ստացանք։ Հավատացեք, process-ներ են տեղի ունեցել արտադրման բանով եւ օրգանիկությունը կարողացել ենք պահել, բայց դա դեռ ճանապարհի մեջ է, դա դեռ մշակման ընթացք պիտի ունենա, որովհետեւ հավատացեք, այդ ծանր տահաճ գովազդային իրողությունը պիտի փոխվի եւ բոլորիս պահանջով, ես համոզված եմ դուք ինքներդ էլ գիտեք դա ինչ մենակ ձեր արտադրման process-ը չի, ախր հեռուստադիտողի տեսանկյունից, եթե դուք պատկերացնեք այդ նյութը նայողն եք, անընդհատ ինչ-որ ուտելու, անընդհատ ինչ-որ sense մեջը մտնելու process-ները, իրենց թվում է արտադրողների միգուցե դա պատճառ պիտի դառնա, որ ինչ-որ մեկը հենց այս պահին նայի եւ վազի խանութ եւ յուղը վերցնի եւ գտալով սկսի յուղ ուտել, որովհետեւ այդ յուղը ուտում է ինչ-որ մեկը, իհարկե կա այդ իրողություն, ես ինչքանով է որ դա կատակով եմ ասում, բայց կան մարդիկ, որ պատկերացնում որ ինչքան շատ այդպիսի բան անես, այդքան դա արդյունք կունենա, բոլորը կվազեն խանութ, այդ ապրանքը շուտ կվերջանա, բայց չկա նմանատիպ իրականություն եւ հուսով եմ ժամանակը իր գործը կանի եւ այդ մշակումները մեր գործը թող բարթանա լուծումներ գտնելու, բայց իրենք էլ հասկանան, որ օրգանիկությունն է միայն լուծումը այս բարդ սիստեմի։ Ամեն դեպքում հրաշալի է, որ Շանթ հեռուստաընկերության գործընկերները բավականին առաջադեմ են եւ արդեն այս նոր լուծումները, նոր գաղափարները ընկալում են, գուցե իրենք եւս առաջարկում են։ Ովքեր էին ձեր գործընկերները։ Մեր գործընկերներին չմոռանալու համար եւ ոչ մեկին չնեղացնելու ես փորձեմ դե գլխավոր դերում մեր մոտ SVH-ն է, որը տալիս է գլխավոր մրցանակը եւ տանում է մասնակիցներին տեսակ հաղթողին այսպես թե այնպես կար մրցանակը, իսկ Գագիկի տարբերակը իրենք ընտրեցին, որ նավի վրա հետաքրքիր կլինի աճպարարի նաեւ գործոնը եւ գիտեք ինչն է հետաքրքիր կյանքի համար ճանապարհորդության պատմությունը բնականաբար բոլորս էլ գիտենք ինչ հաճել է համ ճանապարհորդել, համ էլ լավ հիշողություններ ունենալ։
դե Ամերիկա մեծ նավ լիքը մարդիկ եւ հիշողություն անհնար է չունենաս դրական կյանքումդ դες մի հատ լավ իմպուլսիվ բան եւ հետո մնացած մեր գործընկերների անունները կներեք պիտի կարդամ որ չեմ ուզում որևէ մեկին Աստվածա միշտ այնքան շատ լինեն որ միշտ կարդանք չհիշենք Միլկի նկատնամթերքը որը մեր իրականում այսօր շատ հետաքրքիր արտադրանք ունենալով նախ բրենդ գեղեցիկ է կերտված եւ ես ինքս որպես սպառող սուպերմարկետներում տեսնում եմ, որ տաղավարներում իրենց դրած բավականին արագ շարժ կա եւ դա ինձ ողջևորում է։ Ես համարում եմ, որ մենք էլ ենք լումա ունեցել շարժի մեջ։ Միանշանակ։ Pinkberry-ին, որ մեր զոհությունն ապահովեց ամբողջ ընթացքում, շնորհակալություն իրենց մեր այդ գործընկերությունն անալու, որտեղ իրենց աճն էլ հստակ ժամանակի ընթացքում դե բնականաբար աշխատողներն են միայն առաջ գնում, իրենք էլ հստակ ճանաչելիության գործոնը այս ամբողջ ընթացքում ունեցանք։ L-Drive-ը իր նաև 0 պրոյեկտով այս ընթացքում բավականին բումային բաներ ունեցավ բոլորը գիտեն իրենց մասին, չգիտեմ, որևէ մեկը 0-ի մասին էլ մարդ մնաց, որ չգիտի, հուսով եմ իրենց նպատակները կիրականանան, որովհետև բավականին հեռատեսական հաշվարկ են արել, հուսանք դա կաշխատի, այդ AI ծրագրերի հետ կապված գործունեին ինչ-որ իրենք ունեն, դե Royal Armenian մեր բնականաբար թարմությունն է էլի, նույնպես սուրճի տեսքով, իդեպ առաջի դեպքներ, որ մեծ պրոյեկտով ենք համագործակցել եւ ասեմ բավականին տպավորված էինք երբ հայտնվեցինք իրանց արտադրամասում այդ կոկիկությունը, մաքրությունը, բույի հետաքրքիր լուծումները, որը որ իրականում ինձ համար որպես թեմայի մեջ մարդ բույի գործոնը լավ շատ հետաքրքիր է մտածած սուրճի հետ համադրելու մասը եւ Երևան Mobile-ը այսօրվա ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ մարդիկ, որոնք չգիտեմ, հեռախոսի միայն վաճառքի մասով դուք պատկերացնում եք մեր բոլորի համար ինչ կարևոր են իրենք։ Այդքանը։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին։ Գիտենք, որ առաջիկայում նոր նախագիծ կա։ Իհարկե։ Խնդրում պատմեք նոր նախագծի մասին։ Այո, եւ պատմեք արդյոք կարող են արդեն դիմել հայտերը ուղարկել, թե ոչ։ Այո, իհարկե, արդեն հայտագրումը կա եւ 200-ն անց մարդ կա արդեն գրանցված։ Եվ ասեմ ավելին, Ժաննայի աչքը լույս, թե այստեղ մի քանի երեխա են, այնտեղ բոլորն են երեխա լինելու։ Հա, չէ, հավատացեք, նենց հետաքրքիր երեխեքի հետ աշխատանքը, եթե ծնողները չխանգարեն իհարկե, երեխաների հետ ֆանտաստիկ է, հա, որովհետև ծնողների գործոնը երբեմն խանգարող հանգամանք է դառնում։ Մենք հիմա փորձում ենք մշակել որոշակի մեխանիզմներ այդ բալանսը ճիշտ պահելու, բայց ինչ մնում է երեխաների հետ կապված մասը, դե համել մի քիչ էլ օգնեց նաև Got Talent-ը, որ գանք X Factor Kids-ին, երեխաների մասը կա գոյություն ունի մեր իրականությունում եւ կա մեր մենտալիտետում նույնիսկ ինչ անում ենք երեխաների համար ենք անում, սա հստակ գործոններ, որ համոզում ենք, որ իրականում պիտի անենք այս պրոյեկտը, որովհետեւ միշտ վախվորացություն կա երեխաների մասով շատ զգույշ լինելու փաստ, որովհետև մենք երբ որ շփվում ենք բրիտանական այդ Fremantle Media-ի բանի պրոդյուսերների հետ, գիտեք ինչն է հետաքրքիր, իրենք առաջին բանը, որ մեզ զգուշացրեցին, որ սա նույն պրոյեկտը չի, ինչ որ ընդհանրապես X Factor կամ Got Talent կամ Pop Idol, High Superstar եւ այլն։ Այստեղ ուրիշ դրամաբանություն է աշխատում, ժյուրին ընդհանրապես կրիտիկա պետք է չունենա։ Լրիվ ուրիշ բանի մասին ենք։ Երեխաներին չկոտրելու համար։ Երեխաների էմոցիոնալ դաշտի վրա պիտի ունենալ հոգեբաններ backstage-ում, որ որևէ ձև, որևէ երեխայի կյանքի վրա բիծ թողնելու գործոն չունենանք։ Ամեն ինչ պետք է լինի, նույնիսկ կուլիսներում նվերներ պիտի պահենք, որ իրենք դուրս գալուց այդ նվերները վերցնեն ուրախանան, որ ինչ-որ վատ բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ստրեսային ֆոնը կարող է ամբողջ կյանքի վրա ազդեցություն ունենալ։ Չափահաս մարդկանց դեպքում դա արդեն կայացած, գիտեք, որ միգուցե իր խնդիրն է կարգավորել ինքնին, բայց երեխայի դեպքում պատասխանատվությունը շատ մեծ է եւ այդտեղ եթե ծնողները չօգնեն մի բան է խանգարեն process-ին, ասելով որ բալիկ ջան դու Ջեքսոնից ոչինչով չես տարբերվում եւ
դու ամենաուժեղն ես եւ չպատկերացնեմ, որ դա մրցույթի մեջ է, հավատացեք, երեխաների մոտ կարան հետևանքներ ունենան։ Դրա համար հիմա փորձում ենք մասնագետներ հավաքագրել, որ նմանատիպ խնդիրներից զերծ մնանք, չվնասենք որևէ բալիկի հոգեբանություն, տենց հոգեվիճակ։ Շանթ հեռուստաընկերությունը ունեցել է երեխաների հետ աշխատելու ոչ մեկ դրվագ, մեծ փոքրիկներ, աստղիկներ նախագիծը, այսինքն այս փորձառությունը որպես այդպեսին background ինքը կա։ Ինձ հետաքրքիր է բնականաբար չեմ ասում ժյուրի անունները ասեք, բայց ժյուրի ընտրելուց ինչ որ որտեղ նշեցիք դուք էլ, թե ինչքան բարդ է ամեն ինչ լինելու, հետեւաբար ժյուրի կազմ ընտրելը մի քանի անգամ բարդ է լինելու, որովհետև երեխայի հետ առաջին եւ ամենակարևոր թերևս շփումը հենց լինելու է ժյուրիից։ Այո, կա այդպիսի փաստ, ժյուրիի գործոնը շատ մեծ է, բայց հավատացեք, հոգեբանական մասով միգուցե մարդիկ, ովքեր շփումը երեխաների հետ պիտի դա նախապես նայվի, ինչքանով է հավանական, որ մարդիկ կոնտակտի մեջ կկարողանան շփվել, որովհետև միայն սեղանից այս կողմ այն կողմ չէ, այստեղ X ֆակտորի գործոնն է, որտեղ կա պրոդյուսերներ են, ժյուրիները, խմբերի, այնտեղ դասավորվածքը ոնց որ կա իրականում X ֆակտորի, հանդիսատեսի համար զուտ ինֆորմացիան ասեմ, ժյուրին այստեղ ուսուցչի կարգավիճակում է հայտնվում, որովհետև մենք ունենք խմբերի բաժան, տղաներ, աղջիկներ, խումբ եւ 10-ից ցածր տարիքային, այսպես է բաժանված խմբերին, այդ անմիջական կոնտակտի ժամանակ, եթե շփումը չունեցան, բնականաբար չի լինի այն ինչ որ մենք պատկերացնում ենք եւ կարող է հակասական բաներ առաջանալ, դրա համար հիմա այն առաջի կարևոր կետերը հոգեբանական մասն է, կարողանում է շփվել երեխաների հետ, թե ոչ։ Իսկ հաջորդիվ արդեն մեր վրա պահվող գործոնն է, ժյուրին ինչքանով էլ որ շփվի, դրական շփվի, ինչ որ մի պահից ժյուրին իր գործը անում, թողում գնում է, բայց մենք պիտի կարողանանք այդ ամիսների 4-5 ամիս տևող պրոյեկտի ամիսների ընթացքում երեխաներին բառից բուն իմաստով վերահսկել, անել ամեն ինչ, որ իրենց մասով մաքսիմալ կոմֆորտ ունենանք։ Առաջին անգամ է Հայաստանում, չէ՞, չի եղել X ֆակտորի մասով, այո։ Դու Ժաննայի գործոնն էլ այստեղ կարևոր եւ պատասխանատու մեր փոքրիկ ընկերների, փոքրիկ բարեկամների հետ աշխատելու պատրաստ ես։ Ես ճիշտ ասած հենց այս պահին իմացա այդ հոգեբանական հատվածի հետ կապված, բայց հա, տեսեք, ես չգիտեմ ինչքանով եմ իրականում պատրաստ, բայց այն փաստը, որ ես շատ եմ սիրում փոքրերին, շատ իրոք ես գժվում եմ իրենց համար, ինձ թվում է մենակ այդ իմ սերը իրենց հանդեպ ինձ շատ կօգնի ու ամեն դեպքում փաստենք, որ Got Talent-ում էլ մենք ունեցել ենք փոքրիկ մասնակիցներ, որոնց հետ իմ հարաբերությունները իրոք ֆանտաստիկայի ժանրից են, հետևաբար մի քիչ հանգիստ եմ, բայց կսկսեմ հոգեբանություն ուսումնասիրել մի քիչ։ Մանկական, այո, բայց այս ընթացքում կարծում եմ պետք չէ այդպես հանգստանալ եւ ուղղակի ժամանակը տրամադրել միայն մանկական հոգեբանություն ուսումնասիրելու վրա, որովհետեւ պրոյեկտներ կան Շանթում եւ դրանք պետք է լուսաբանվեն։ Մենք շարունակում ենք, իհարկե, մենք ոչ մի վայրկյան չենք դադարեցրել մեր աշխատանքները։ Մենք ասենք առավոտյան։ Այո, խտրականություն եմ նկատում, Ժան, ինչի՞ չես գալիս առավոտում լրիվ իրականում ի սկզբանե այդ հարցը կխնդրեմ հղել հենց պրոդյուսերին, բայց մենք նպատակ ունեինք ժամանակ առ ժամանակ գալ այստեղ եւս նկարել, բայց մի քիչ ես մտավախություն ունեմ, որովհետեւ այստեղ ուղիղ եթեր է, հանկարծ չխանգարենք, հանկարծ ավելորդ չլինենք, այդ մտավախությունը կա, բայց անպայման ուզում եմ ասել, որ մեր պլաններում կա առավոտը Շանթում եմ։ Գուցե ոչ ամենօրյա, բայց ժամանակ առ ժամանակ ես ինքս մեծ ցանկություն հայտնել եմ այստեղ եւս հայտնվելու։ Մենք էլ պրոդյուսեր ունենք, այո, եւ Դիանան ամեն ինչ կազմակերպի։ Մի փոքր հավելում կարող եմ անել այստեղ։ Տեսեք, նախ մենք երեկոյան ապրող ժողովուրդ ենք, այս մեր գործի բնույթով, որովհետեւ նախ մոնտաժային process-ից բռնացրած մինչեւ նկարահանման ավարտը, ասենք, մինչեւ ժամը 1-ը գիշերը ունեցել ենք աշխատանքային process, առավոտյան զարթնելը մեր համար բարդություն է։ Ես համոզված եմ, որ դուք էլ միգուցե այդպես եք ապրում, բայց դա ձեր գործի բնույթն է, այստեղ հայտնվել։ Բայց ես առաջարկ ունեմ on-line կապի միջոցով դա զապիս ունենալ Ժաննայի հետ կապված, այս պաուզաների ընթացքում շփվեք, տեսագրեք եւ կդառնա ռիլային ինչ վատ կլինի։ Հյուրերի հետ կապված թեմատիկան էլ կարող ենք նախապես անել։
Հրաշալի տարբերակ է։ Շնորհակալություն առաջարկի համար։ Բայց քանի որ մենք ալարկոտ չենք ու ես մարդիկ իմ թիմում ովքեր հենց փորձում են մի քիչ ալարել, ես այն որ նենց եմ նայում, իրանք արդեն հասկանում են, որ չեն կարող ալարել։ Հա։ Եվ այդ տարբերակը եւս իհարկե նկատի կունենանք, որովհետեւ շատ տարբեր ֆորմատները մեկը շատ համով են նայվում, էլի սոցհարթակներում, այնպես որ դա եւս կարող ենք անել, բայց ելի եմ ասում եւ չեմ խոստանում, դա մեր պլաններում կա, բնականաբար դա պիտի անենք, մենք ամեն դեպքում կհայտնվենք այստեղ, բայց անակնկալ։ Դե հուսանք X Factor Kids-ից հետո էլ Ժաննային հոգեբան պետք չի լինի, ամեն ինչ հրաշալի կլինի երեխաների հետ աշխատելուց հետո կհյուրընկալենք ու նույն ոգևորությամբ կխոսենք նաև այդ նախագծի մասին, չեմ կասկածում։ Շնորհակալություն ձեզ առավոտը մեզ հետ կիսելու համար, չնայած ձեր աշխատանքը երեկոյան ժամերի է եւ իսկապես դա բարդ է տրվում։ Այո, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք այս առավոտ հրաշալի էր մեզ համար, էմոցիոնալ էր նաեւ երեք երեկոյան այդ գալահամերգը դիտելուց հետո այդ էմոցիաները դեռ մնացել են, այնքան շատ են մնացել, որ նույնիսկ լեզուս փաթ է ընկնում եւ մենք այս առավոտը եւս խոսացինք այդ էմոցիաների մասին։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եւս։ Այս պահին ինչ ենք անում, Հայ Սուպերստար 6-ի հերթական կատարումներից մեկն ենք լսում, չենք մոռանում, որ Շանթը փոխում է շատ ճակատագրեր եւ հայկական մեդիայում լավագույն նախագծերն է իրականացնում։ Հիմա ես այսպես բարձրագույն բաներ եմ ասում, բայց տակից կարող եմ դուրս գալ այնպես ավար։ Հիմա գնանք հերթական ամենաայսպես դիտարժան կատարումներից մեկը լսելու։ Գնացինք։